Բարև բոլորին իմ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մենք ամեն օր աղոթում ենք ձեզ համար, ամեն օր խնդրում ենք Աստծուց հենց ձեզ համար և հավատում ենք, որ յուրաքանչյուրն ով դիտում է այս հաղորդումը, ով լսում է այս խոսքը, նա մեծ օրհնություն կստանա։ Կօրհնվեք դուք և ձեր ամբողջ ընտանիքը։ Եվ ամենամեծ օրհնությունը, որ դուք կարող եք ստանալ, դա Աստծո խոսքը հասկանալն է, որովհետև երբ դուք հասկանում եք նրա խոսքը, անկասկած, դուք կփորձեք հնազանդվել նրան։ Եվ իհարկե դա հեշտ չի լինելու, որպեսզի հնազանդվեք և կատարեք Աստծո խոսքը, հարկավոր է շատ ջանք թափել։ Բայց կարևորն այն է, որ դրանից հետո դուք ձեր կյանքում օրհնություններ կտեսնեք։ Ուրեմն, սկզբից հնազանդվել, խոնարհվել Աստծուն և կատարել նրա խոսքը, և դրանից հետո նոր օրհնություն ստանալ, այսպես է հերթականությունը։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ օրհնություն կա նրանց համար, ովքեր հնազանդվում են նրան։ Ինչպես որ Աստված ասաց. «Այսօրվանից ձեզ եմ առաջարկում կամ օրհնություն, կամ անեծք»։ Ուրեմն օրհնությունն այն ժամանակ է, երբ դուք լսում եք Աստծո խոսքը և հնազանդվում եք, որոշում եք կատարել այդ խոսքը։ Իսկ անեծքի տակ են մնում այն մարդիկ, ովքեր մերժում են Աստծո խոսքը և չեն կատարում այն։ Ուշադիր եղեք, Աստված չի անիծում մարդուն, բայց քանի որ մարդը որոշում է չկատարել, չհնազանդվել Աստծո խոսքին, նա արդեն անեծքի տակ է ընկնում։ Եվ հենց դա մեր աղոթքն է ձեզ համար, որպեսզի դուք բոլորդ հասկանաք Աստծո խոսքը։ Ուրեմն, եթե ես այսօր քարոզում եմ, փորձում եմ օգնել մարդկանց, դա նշանակում է, որ մի ժամանակ ես էլ եմ ունեցել դրա կարիքը, և երբ ես լսել եմ Աստծո խոսքը, ես ճանաչել եմ նրան, հասկացել եմ նրա կամքը։ Ես հասկացել եմ, թե ինչ է Աստված ցանկանում ինձանից։ Եվ հենց դրա համար էլ Նա ինձ փրկել է։ Նա ընտրել է ինձ, կանչել է, որպեսզի իրեն ծառայեմ, մկրտել է ինձ իր Սուրբ Հոգով։ Եվ Նա մինչև այսօր շարունակում է օրհնել մեր բոլոր գործերը, որովհետև Նրա խոսքը դատարկ հետ չի վերադառնում։ Ուրեմն երկու ճանապարհ կա, կամ օրհնություն, կամ էլ անեծք։ Եվ ընտրությունը մենք ենք կատարում։ Յուրաքանչյուր մարդ ընտրում է իր համար, թե ինչ է ցանկանում։ Ինչպես որ գիտեք, շատ դժվար է, որպեսզի դուք ստիպեք ինչ-որ մեկին, որ նա կատարի ձեր ցանկությունը։ Կարող ենք ասել, որ դա անհնար է։ Մարդկանց դուք չեք կարող ստիպել, եթե նրանք ինքները չեն ցանկանում։ Ուրեմն պատկերացրեք Աստված։ Ինչպես կարող է Նա ստիպել մարդուն, որպեսզի մարդը հնազանդվի իր խոսքին։ Ովքեր որ հնազանդ են նրան, կատարում են նրա խոսքը, և իրենց կյանքում նրանք տեսնում են դրա արդյունքը, իսկ ովքեր չեն հնազանդվում, նրանք էլ նույն կերպ տեսնում են այդ անհնազանդության արդյունքը։ Եվ հիմա ուշադիր եղեք։ Շատ մարդիկ ցանկանում են ստանալ Սուրբ Հոգուն։ Շատերը հարցնում են. «Եպիսկոպոս, ի՞նչ անեմ, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Որովհետև ես ամեն ինչ արել եմ։ Ես անընդհատ ծոմ եմ պահում, աղոթում եմ, փնտրում եմ Նրան, ամեն ինչ անում եմ։ Ես եկեղեցու բոլոր հավատի իրադարձություններին մասնակցում եմ, բայց դեռ չեմ ստացել, ի՞նչ անեմ։ Սուրբ Հոգին դեռ չի իջել ինձ վրա։ Ո՞րն է պատճառը»։ Մարդիկ նույնիսկ մտածում են, որպեսզի հանձնվեն, որպեսզի այլևս չպայքարեն, որովհետև երկար ժամանակ արդյունք չեն տեսնում։ Շատ մարդիկ կան, ովքեր պարզ ասում են. «Ես չգիտեմ էլ ինչ անեմ»։ Մարդկանց թվում է, որ նրանք շատ բան են արել։
Եվ ես կցանկանայի հենց դրա մասին խոսել։ Եթե մարդը դեռ չի ստացել Սուրբ Հոգուն, ինչ-որ խանգարող հանգամանք կա, ինչ-որ մեղք կա, կան շատ տարբեր մեղքեր, և երբեմն մարդիկ մտածում են, որ այս մեղքը շատ փոքր է, սա չի խանգարում, բայց նույնիսկ ամենափոքր մեղքը կարող է խանգարել։ Ուրեմն, եթե դուք մի քիչ մտածեք, կհասկանաք որն է ճիշտ, իսկ որը սխալ։ Կհասկանաք, թե որն է այն պատճառը, որ դուք դեռ չեք ստացել Սուրբ Հոգուն։ Վստահ եմ, որ կարիք չկա, որպեսզի ես թվարկեմ բոլոր մեղքերը, որովհետև դուք բոլորդ էլ հասկանում եք, որն է մեղք, իսկ որը ոչ։ Դուք կարող եք դա տարբերել։ Երբ դուք մեղք եք գործում, ձեր խիղճը արդեն ցույց է տալիս։ Բայց եթե դուք Աստծո հետ խաղաղության մեջ եք ապրում, ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Ուշադիր եղեք։ Հիսուսն արդեն խոստացել է, որ կուղարկի Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգու մկրտությունը արդեն խոստացված է եղել Հիսուսի կողմից։ Ուրեմն, պատճառն Աստծուց չէ։ Աստված ինչ որ ասել է, կատարում է։ Աստծո խոսքը չի խաբում։ Ուրեմն պատկերացրեք, շատ մարդիկ երկար տարիներով փնտրում են, բայց չեն գտնում Սուրբ Հոգուն։ Հնարավոր է նույնիսկ նրանք արդեն եկեղեցու ծառայող են, հովիվ են, եպիսկոպոս, հովիվի կին, եպիսկոպոսի կին, բայց դա կարևոր չէ։ Կարևոր չէ այն դիրքը, որը եկեղեցում տրված է մարդուն։ Այն, ինչն իրապես կարևոր է, դա մարդու սրտի վիճակն է։ Ինչպես որ Հիսուսը Մատթեոսի 5-րդ գլխում և 8-րդ խոսքում ասել է. Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Կարող եք ինձ հետ միասին բացել այդ խոսքը։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ և խոսք 8-րդ։ 8-րդ խոսքը։ Եկեք ևս մեկ անգամ կարդանք։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Ովքեր որ մաքուր սիրտ ունեն, Աստծուն կտեսնեն։ Եվ ինչ է նշանակում մաքուր սիրտ ունենալ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ներսում հանգստություն ունեն։ Եվ ոչ սովորական հանգստություն, այլ Աստծո խաղաղությունը։ Մենք բոլորս էլ սխալվում ենք, բոլորս էլ մեղք ենք գործում։ Եթե մենք մեղք չենք գործում մեր խոսքերով, մեղք ենք գործում աչքերով, մեր տեսողությամբ, երբ ինչ-որ բանի ենք նայում։ Եթե չենք սխալվում մեր աչքերում, սխալվում ենք մեր մտքում։ Այնպես որ, մարդը չի կարող ասել, որ ընդհանրապես մեղք չի գործում։ Եվ եթե ուշադիր լինեք, բոլոր մարդիկ էլ թեքվածություն ունեն մեղք գործելու։ Բայց փառք Աստծուն, որ Հիսուսի անունի միջոցով մենք բոլորս կարող ենք ապաշխարել, կարող ենք խնդրել, որպեսզի Աստված մաքրի մեզ մեր մեղքերից և ների մեզ, ինչպես մենք ենք ներում մեր պարտավորներին։ Շատ մարդկանց խնդիրը սրանում է։ Հենց այս պատճառով նրանք չեն կարողանում ստանալ Սուրբ Հոգուն, որովհետև չեն ներում մարդկանց։ Ուշադիր եղեք, նրանք, ովքեր մկրտված են Սուրբ Հոգով, նրանք ստացել են ամենաթանկարժեք գանձը, և նա անգին է։ Նրան ոչ ոքի հետ չես կարող համեմատել։ Ես նույնիսկ խոսքերով չեմ կարող բացատրել ձեզ։ Ես կցանկանայի բացատրել, կցանկանայի այդ ունակությունն ունենայի, որպեսզի բացատրեի, թե որքան կարևոր է Սուրբ Հոգին, բայց չեմ կարող։ Բայց կարող եմ մի բան ասել, որ չկա ոչ ոք, ոչ ընտանիքը, ոչ երեխաները, կինը, ամուսինը, ոչ հարստությունը, ոչ ձեր ամբողջ ունեցվածքը, ոչինչ չի համեմատվի Սուրբ Հոգու հետ։ Որքան շատ վկայություններ ենք մենք արդեն տեսել։ Երբ մարդիկ պատմում են, որ ստացել են Սուրբ Հոգուն,
Եվ դուք կարող եք նկատել, թե ինչ ուրախություն նրանք ունեն, ինչպիսի երջանկություն կա նրանց ներսում։ Այդպիսի մարդիկ իրապես հարստացել են, բայց հարստացել են Աստծո ներկայությամբ։ Բայց կան նույնպես մարդիկ, մանավանդ հավատացյալներ, ովքեր եկեղեցու ներսում աղքատի նման են։ Եվ դա ֆիզիկական աղքատության մասին չէ։ Մարդիկ, ովքեր երկար ժամանակ եկեղեցու ներսում են գտնվում, բայց դեռ չեն ստացել Սուրբ Հոգուն, այդպիսի մարդիկ աղքատ են, եւ նրանք իրականում երջանիկ չեն, եւ նրանց սիրտը դեռ մաքուր չէ։ Ինչպես եպիսկոպոս։ Նրանց սիրտը դեռ մաքուր չէ, որովհետև շատերը չեն կարողանում ներել։ Գիտեք, ես արդեն շատ անգամ բացատրել եմ ձեզ, թե ինչպես եմ սովորել ներել մարդկանց։ Ուրեմն ինչպես իմացանք, ամենամեծ խնդիրը, ամենամեծ հանգամանքը, որ խանգարում է, որպեսզի մարդը ստանա Սուրբ Հոգուն, դա կեղտոտ սիրտն է։ Երբ մարդու սրտում վիրավորանք կա, ինչ-որ չար ցանկություն կա, նույնիսկ ինչ-որ մեկից վրեժ լուծելու ցանկություն կա, այդ ժամանակ մարդը չի կարող ստանալ Աստծո Հոգուն։ Եվ դա այն է, ինչը շատ է պատահում եկեղեցում։ Մարդիկ վիրավորվում են և չեն կարողանում ներել միմյանց, բայց կարևոր չէ, ինչ պատճառով եք նեղացել։ Կարևոր չէ, թե ինչ է եղել, հարկավոր է ներել։ Շատերն ասում են, եպիսկոպոս, շատ դժվար է ներելը։ Դժվար է, բայց անհնար չէ։ Ուրեմն պետք է ներել, որպեսզի դուք ստանաք Աստծո Հոգուն, որպեսզի ստանաք նրա օրհնությունները, հարկավոր է ներել։ Աստված չի կարող ձեզ շատ օրհնել, եթե դուք ինչ-որ մեկին դեռ չեք ներել։ Եվ այսօր շատ մեծ խնդիր կա աշխարհում։ Ոչ միայն եկեղեցում, այլ նույնպես աշխարհում։ Մարդիկ այդ վիրավորանքի, ծանրության տակ են գտնվում։ Հենց այդպես էլ ապրում են։ Բոլորը միմյանցից վիրավորված են։ Անընդհատ անարդարություններ են կատարվում։ Տարբեր դավաճանություններ։ Շատ մարդիկ վստահում են մյուսներին։ Եվ ցավոք, նրանց դավաճանում են։ Նույնիսկ սկսում են միմյանց հետ ապրել։ Հարաբերություններ են սկսում, բայց որոշ ժամանակ է անցնում, և նրանց կողակիցը սկսում է այլ մարդու վրա նայել։ Եվ հուսահատություն է գալիս։ Այդ մարդը, ում դավաճանել են, ցանկանում է վրեժ լուծել, չի ցանկանում ներել։ Շատերը նույնիսկ ասում են. «Դու ինձ հետ այդպես վարվեցիր, ես քեզ ավելի վատը կանեմ, ես ավելի վատ կվարվեմ քեզ հետ»։ Այդ զգացմունքները սատանայից են մարդու ներսում, երբ մարդը չի ներում, երբ ցանկանում է վրեժ լուծել, ցանկանում է ինչ-որ մեկի հանդեպ վատ վարվել։ Եվ ամենամեծ պատճառներից մեկը, որ մարդիկ չեն ներում, դա դավաճանությունն է։ Բոլորն, ովքեր պատմում են իրենց պատմությունը, վերջի վերջո հասնում են նրան, որ նրանք չէին ներում դավաճանության պատճառով։ Դավաճանություն ընտանիքում, զույգերի միջև, ընկերների միջև։ Նրանց բոլորի միջև այդ դավաճանությունն է եղել։ Եվ մարդիկ ցանկանում են վրեժ լուծել։ Դա կատարվում է բոլոր նրանց հետ, ովքեր Աստծուն չեն ճանաչում։ Եվ պատկերացրեք, ինչպես կարող է մարդը հավատալ, հավատարիմ լինել Աստծուն, եթե նա հավատարիմ չէ իր կողակցին։ Եթե ես մարդու հանդեպ հավատարիմ չեմ, մարդու, ում տեսնում եմ, ամեն օր զգում եմ նրա ներկայությունը։ Եթե ես նրա հանդեպ հավատարիմ չեմ, ինչպես կարող եմ Աստծո հանդեպ հավատարիմ լինել։ Միթե այդպես չէ, որովհետև դուք Աստծուն չեք տեսնում։ Մարդն, ով ինձ հետ է ապրում, 24 ժամ ինձ հետ է, ինձ հետ հաց է ուտում, ամենուր նա իմ կողքին է։ Եթե ես նրա հանդեպ հավատարիմ չեմ, ինչպես կարող եմ հավատարիմ լինել նրան, ում չեմ տեսնում։ Ուրեմն ներելու համար հարկավոր է ձեր մտքին լսել և չնայել ձեր սրտի ցանկություններին։
Որովհետև եթե հետևեք ձեր սրտի ցանկություններին, դուք հաստատ ներելու ցանկություն չեք ունենալու։ Ուրեմն ուշադիր եղեք, յուրաքանչյուր մարդ իշխանություն ունի, որպեսզի ընտրություն կատարի։ Կամ օրհնել իր կյանքը, կամ էլ անիծել։ Այդ իշխանությունը ձեր ձեռքերում է, և դուք կընտրեք օրհնությունը այն ժամանակ, երբ կհետևեք ձեր մտքին։ Եթե դուք մտածեք, ավելի ճիշտ է ներել և օրհնել ձեր կյանքը։ Ներել, մաքրել ձեզ և ստանալ Սուրբ Հոգուն, քան պահել այդ զգացմունքը ձեր ներսում և ամեն օր տառապել։ Բայց կան նույնպես շատ մարդիկ, ովքեր նախընտրում են պահել այդ զգացմունքը և այդ վիճակով եկեղեցի են գալիս։ Նրանք աղոթում են Աստծուն, ամեն ինչ անում են Աստծո համար, բայց դեռ այդ զգացմունքը նրանց ներսում է։ Իմ ընկերներ, ուշադիր եղեք, ոչ մի իմաստ չկա երկրպագել Աստծուն, եթե ձեր սիրտը վիրավորանքով է լցված։ Եթե ձեր սրտում վիրավորանք կա, և դուք չեք ցանկանում բաց թողնել, ձեր խոսքերը չեն ընդունվի, ձեր աղոթքը չի լսվելու։ Ոչ մի իմաստ չկա երգելու, փառաբանելու, տասանորդ կամ զոհաբերություն տալու, եթե դեռ չեք ներել։ Հիսուսը նույնպես դրա մասին ասել էր. երբ որ քո զոհը, քո ընծան, զոհասեղանի մոտ բերես, և հիշես, որ ինչ-որ մեկը քո հանդեպ ինչ-որ վատ բան ունի, կամ էլ այլ խոսքերով դու ինչ-որ մեկից վիրավորված ես, կամ էլ քո մտերիմը, քո ծանոթը վիրավորված է քեզանից, և դու դեռ այդ հարցը չես լուծել, ուրեմն քո ընծան, քո զոհը զոհասեղանի մոտ թող և գնա, լուծիր այդ հարցը, հաշտվիր այդ մարդու հետ, և հետո նոր կվերադառնաս և քո զոհը կդնես զոհասեղանի վրա։ Իսկ եթե դուք այդ զոհը կեղտոտ սրտով բերեք, Աստված չի ընդունի այդ զոհը, ինչպես որ Հիսուսն էր ասել. ոչ թե զոհն է սրբացնում զոհասեղանին, այլ զոհասեղանն է սրբացնում զոհը։ Ուրեմն, զոհասեղանը կամ սրբացնում է ձեր զոհը, կամ ընդունում է, կամ էլ չի ընդունում։ Եթե ձեր զոհը, ձեր զոհաբերությունը, տասանորդը վիրավորանքով է կեղտոտվել, Աստված չի ընդունի դա։ Հարկավոր է ամենից առաջ ձեր սիրտը և ձեր կյանքը տալ Աստծուն։ Ձեզ ամբողջությամբ պետք է նրան տալ, պետք է ներել բոլորին։ Եվ հենց այդ ժամանակ դուք կկարողանաք տեսնել Աստծուն։ Դա նշանակում է, որ դուք կստանաք Սուրբ Հոգուն։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի։ Մինչ վաղը։ Ամեն։